Խաչատուր Սուքիասյանի նախաձեռնությամբ եւ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով աշխատանքային երրորդյա այցով Հայաստանում է գտնվում նյարդաբանության եւ հոգեբուժության պրոֆեսոր, Իտալիայում գտնվող Սան Ռաֆայելե ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար Ֆեդերիկո Վիջևանոն։ Զինվորի տանը պրոֆեսոր Վիջևանոն հանդիպեց վերականգնողական կենտրոնի թիմին եւ ծանոթացավ նրա գործունեությանը։ Վերականգնողական կենտրոնում պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Սիսակ Գաբրիելյանի, Արման Եղոյանի, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերանտիի հետ շրջայց իրականացնելուց հետո պրոֆեսորին շնորհվեց Մուրացան համալսարանական հիվանդանոցի այցելու պրոֆեսորի պատվավոր կոչումը։ Սա մեր տաներն են պատրաստում զինվորները, այս հրաշալի փոքրիկ հուշանվերները, սա հարավ-ամերիկյան ինտերներ են, որոնք Հայաստանում են։ Այսօրվա այցը նվիրված է մեր երեխաներին եւ իրենց առողջությանը, որովհետեւ այդ խնդիրը բավականին արդիական է ամբողջ աշխարհում եւ մասնավորապես Հայաստանում մանկական էպիլեպսիան եւ այդ տարիքում ձևավորված խնդիրները կարծես թե մուլտիպլիկացիոն արձագանքում են արդեն դեռահաս եւ ավագ տարիքային խմբում։ Մեզ համար շատ կարեւոր է ոչ միայն իր ներկայությունը, այլ իր կարծիքային տարաբնույթ հարցերի շուրջ, որը որ քննարկվում են բժշկության մեջ։ Մուրադյանը նշեց, որ այցելու պրոֆեսորի կարգավիճակը պրոֆեսորին թույլ է տալիս տարեկան մի քանի անգամ այցեր եւ վերապատրաստումներ կազմակերպել իր իսկ կլինիկայում։ Յուրաքանչյուր երեխայի դեպ առանձնահատուկ է եւ իր փորձը, իր մոտեցումները, իր հաջողությունները, որը նա գրանցել է իր ամբողջ կարիերայի ընթացքում, ոչ միայն հույս են ներշնչում, այլ վստահություն են տալիս, որ երեխաները, որոնք այսօր Հայաստանում ունեն նման խնդիր, ծնողները, որոնք հարապում են այդ ախտորոշման պարագայում, այսօր եւս մեկ հնարավորություն ստացան միջազգային խոսք լսելու եւ բժշկական համալսարանը կապահովի հարթակ, որ դա ոչ միայն դրվագային լինի, այլ ինստիտուցիոնալ փորձի փոխանակման, կադրերի վերապատրաստման, գիտական քննարկումների եւ ձեռքբերումների փոխանակման հնարավորություն տա։ Պրոֆեսորը հայտնի նյարդաբան է եւ ամենահեղինակավոր կարծիքը զինվորի տանը եւ Երևանի պետական բժշկական համալսարանում ծայրահեղ կարեւոր է մեր տղաների համար, քանի որ ունեն տրավմատիկ եւ հետտրավմատիկ խնդիրներ, հավելեց ռեկտոր Մուրադյանը։